Գեղեցիկ է, վարունգ է, խաղող է, ծիրան է, դեղց է։ Գինը ձևավորում է շուկան։ Մենք պետք է այդ փաստը ընդունենք բոլորս։ Եթե 450-ով իրացվում է, ուրեմն գյուղացին անկախ ինքնարժեքից իրացնելու է 450-ով կամ արտադրողը։ Եթե չիրացվի, գները քիչն են, նշանակում է կա ավելի բարձր պահանջարկ, քան առաջարկ։ Իսկ ինչու ենք մինչև խորաշուն ջերմոցի լոլիկ ուտում։ Հողի լոլիկներն ուր են։ Հողի լոլիկը դեռ չի հասունացել։ Չէ, ամեն տարի մենք մինչև խորաշուն ուտում ենք։ Այս տարի գարունով սկսվեց։ Երևի թե դրա հետ է պայմանավորված, չեմ կարող ասել հիմա ինչի ջերմոցային, ինչի ոչ հողային, ստումային էլ կա, այն էլ կա, ամեն ինչ էլ կա, գինը ձևավորվում է ըստ պահանջարկի եւ ըստ առաջարկի։ Պարոն նախարար, ձեր որդիների բանակում չծառայելու հետ կապված ցուցակում նրանք չկային ծառայածներ։ Այսինքն ձեր մի որդին չի ծառայել, եւս երկու որդի ունեք, նրանք ծառայելու են, թե էլի չեն ծառայելու։ Ուրեմն այն ինչ որ պաշտպանության նախարարությունը պատասխանել է, գտնում եմ, որ լրիվոր են պատասխանել բոլոր հարցերին։ Ինչ վերաբերում է հանրային պաշտոնը օգտագործելու, то չի չարաշավել, որտեղ եղել է մինչև նախարար նշանակվելը։ Պատճառը դա արդեն առողջական է, ինչ է։ Անձնական է եւ ենթակա չէ բարձրաձայնման։ Նախարարությունը բարձրաձայնել Հոդվածը, որը գրված է, ինձ թվում է պարզաբանում է ամեն ինչ։ Պարոն Առաքյան, դուք պաշտոնի հետ եք դա կապում, բայց մինչև պաշտոն ունենալն է, դուք բավականին միջոցներ ունեցող մարդ եք եղել, հարուստ եք եղել, դրանք դեր խաղացել են ձեր որդուն բանակից ազատելու հարցում։ Համոզված եմ, եթե օրենք խախտած լիներ, այտենց չէր լինի։ Եվ նաև կառավարությունը որոշել է աճուրդով վաճառել այն հողատարածքները, որոնց սեփականատերերը մեկ տարվա ընթացքում չեն վաճառել իրենց հողատարածքները եւ նաև հրաժարվել են Հայաստանի քաղաքացիությունից։ Այս նախագծին ինչպես եք վերաբերում, սրանով ներհոսքին կնպաստեն, թե հակառակը։ Ընդհանուր առմամբ ես որպես գյուղատնտեսության նախարարություն մենք վերաբերում ենք, որ հողերը պետք է օգտագործել եւ ինչքան շատ այնքան լավ։ Դրանով եւ արդյունավետությունը կբարձրանա եւ առաջարկը կշատանա եւ գինը կնվազի։ Այսօր շատ հողեր չեն օգտագործվում։ Երբ որ մենք վերլուծում ենք պատճառները, համապատասխան լուծումներ ենք տալի դրան, որպեսզի դրանք օգտագործվեն։ Հիմա որ դեպքում ոնց կստացվի, չգիտեմ, բայց մեր նպատակը նա է, որ հողերը դառնան օգտագործելի եւ օգտագործվեն իրենց նպատակով, ոչ թե մնան անգործ։ Պարոն Առաքելյան, կար կտահարության վերջին դեպքերը եւ փոխհատուցում, վերջ հաշվարկ եղավ վերջնական, որ համայնքներին եք փոխհատուցելու ինչ կան։ Փոխհատուցման վերաբերյալ որոշում չկա։ Կենտրոնական բանկը բանկերի հետ աշխատում է, որ գյուղացիական նպատակներով տրամադրված վարկերի մայր գումարի վճարումը հետաձգվի, իսկ ինչ վերաբերվում էր հողի հարկի կամ ջրի վարձի հետ կապված, դա պետք է ամփոփվի ընդհանուր առմամբ հանրապետություն որոշում կայացվի, որտեղ դա չի կարող մեկ մարզի համար լինի, մյուսի չէ, իսկ բնակլիմայական աղետները ցավոք սրտի sense բարբերաբար կրկնվում են եւ դեռ սեզոնը չի ավարտվել։ Դրա համար երևի թե դա կամփոփվի եւ վերջում որոշումը կայացվի։ Բայց Սեյրան Սարոյանը, երբ որ վարչապետին հարցրեց ազգային ժողովում, ասաց փոխհատուցում լինելու է։ Հիմա հաշվարկված որ քննարկվում է։ Ասած այսօր վաղը կլինի։ Փոխհատուցման հարցը կլուծվի։ Այս պահին ես դեռ չունեմ վերջնական որոշում։ Որ ասում եք